նաև գիտեք ինչա, շատ կնոջ դերի գնահատման առումով շատ սարսափելի վիճակ է ստեղծված։ Այսինքն ես ինչ եմ զգում ստեղ, երկու սինդրոմ կա ստեղ առնվազն իրա մոտ։ Այս իշխանության ստեղծած այս իրավիճակը ինչի է տանում։ Մեկը թիրախավորել ու հարձակվել կնոջ վրա, որ պրոֆեսիոնալ է, եւ կին, որ սեփական կարծիք ունի ու արտահայտում է սեփական կարծիքը։ Ինձ համար այս կանանց նկատմամբ սրանց արշավը, այս մարդկանց, սրա մեջ է տեղավորում։ Այս երկու արժեքների, որ ներեցեք 3, որ կինը, պրոֆեսիոնալ կինը վերջ թիրախի ենթակա է, կին, որը իր սեփական կարծիքը ունի ու արտահայտում է, դա էլ թիրախի ենթակա է, ու նաև զինվորների հետ կապված էլ ամեն ինչը գցել զինվորների վրա, թող չբերեն պատճառաբանություն, ինչ որ իրանց քաղաքական հակառակորդներին, բանին, այս մեկին են ասում ինչի չէ զոհվել, դա զինվորի վրա մեղքը գցելու քայլերի շրջանակում եմ ես դիտարկում, եւ հետո այս ամեն ինչը նրանք մտածում են օգտագործել իրենց գործունեության մեջ, սա հստակ ձեռագիր է, սա ուզում եմ հստակ ասել։ Հիմա այս իրավիճակից ինչպես որն է ելքը, այս ստեղծված իրավիճակից, չէ, որ ասենք այս ռեսուրսների տարբեր մրցավազքերի մեջ մեկը միտեղ մի հնարավորություն ունի, մեկը ինչ որ գործարան ունի, մեկը այս հնարավորությունը ունի, ամեն մեկը ընկել է դրա հետևներից, բայց ոչ մեկ չի մտածում, այ մարդ մեր երկրին, բայց ի՞նչ է անհրաժեշտ։ Մեր քաղաքացուն ի՞նչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է լուծում երկրի կառավարում, թե գնալ ընկնել այս թակարդի մեջ, որ այս իշխանությունը ստեղծում այս իրավիճակում, լինելով հոգով հանձնված իշխանություն։ Ես դա անվանում եմ նաև հոգով հանձնվածների իշխանություն, երբ նրանք ոչ միայն քարոզում են մեր մեջ, որ դե էսա մեր հնարավորությունները ուրիշ չունենք, բայց հələ տեսեք մեր արժեքները թիրախավորելով, մեր սրբությունները թիրախավորելով, ոչնչացնելով ամեն մեկը, դեդել իրանք ցույց է տալիս, որ իրանք հոգով հանձնված մարդիկ են։ Եվ այս հոգով հանձնված իշխանությունները հիմա այդ սերունդ ուզում են մեր մեջ սերմանել, մեր երեխեքի մեջ, մեր դաստիարակությունը փոխել, ու այս քարոզարշավի այս ընթացքը ամբողջը դրա մասին է, այլ ոչ թե ծրագրերի։ Դրա համար մենք ինչ ելք ենք առաջարկում։ Այսքան տեխնացուների մեջ, այսքան ուժերի մեջ, միայն մեր ուժն է եւ ես իմ փորձով, իմ կարողությունով, որ կարող ենք երկիրը այս վիճակից դուրս բերել։ Առաջինը, պետք է ես մեր ժողովրդին նաև միշտ որ հիմա հանդիպում եմ, ես խնդրում եմ որպեսզի նկատի ունենալ, թե ով երկիրը կարող է այս վիճակից դուրս բերել։ Մարդ, ով կախված չի որևէ մեկի այս նախկին ներկա, այն մի երկիր ներկայացնող այն մյուսը, որևէ մի կախվածություն ես չունեմ։ Որևէ մի արտաքին ուժ իմ նկատմամբ ազդեցություն չունի։ Իմ նկատմամբ, իմ համար Հայաստանի նկատմամբ սերը ավելի կարևոր է, քան Ռուսաստանի շահը, քան Ադրբեջանի շահը առավել ևս, Վաշինգտոնի, Եվրոպայի որևէ մեկի շահը ուզում է լինի։ Մյուսը, ես այստեղ շատ կարևոր է, թե ով պետք է, ում ընտրի մեր ժողովուրդը, ինչպես մտածի, որ ով կարող է երկիրը կառավարել։ Ես աշխատել եմ պետական ամենատարբեր հիմնարկներում, կարող եմ հստակ պատկերացնում ինչպես երկիրը պետք է կառավարել, ինչպես են աշխատում պետական մարմինները, որովհետև պետություն ղեկավարելը տենց կատակ բան չի, սա շատ բարդ process է, հենա մենք տեսանք ինչ եղավ, մարդիկ ընդհանրապես կապ չունեին պետության հետ, եկան հայտնվեցին պետական ամենաբարձր պաշտոններում, մեկը մանկապարտեզից հետո, մեկը համալսարանից հետո առաջին աշխատանքը փոխնախարարն է, այն մեկ այնքան հիշարժան բաներ չուներ կենսագրության մեջ գրած մանկապարտեզի տարիներ էր ուսումնի մեջ, որ այնքան որ լծվեր, այն մյուսը էլի չգիտես ինչ աշխատանքներով զբաղվել, ամբողջ կյանքը ոչ մի արդյունքի չի ասել, հիմա ընկել են ժողովրդի ջանը։ Այսինքն սրանք շատ կարևոր բաղադրիչներ են, որ մեր ժողովուրդը պետք է նկատի ունենա եւ մեր ժողովուրդը նաեւ ես խնդրում եմ մեր քաղաքացիները մտածեն, ում հետ իրենք ապահով են զգում, ում հետ են իրենք ապահով զգացել։ Եվ շատ կարևոր է որպեսզի այնպիսի ղեկավար ունենա Հայաստանը, որ կարողանա ճգնաժամային իրավիճակներում երկիրը կառավարել։ Ամենակարևորներից է ճգնաժամային իրավիճակում երկիր կառավարելը, բարդ իրավիճակներում, սա է չափանիշը։ Ես պատերազմի ժամանակ, կոവിഡ്ի ժամանակ ծանր իրավիճակներում եմ աշխատել։ Երբեք ոչ մի հարցում չեմ ձախողել։ Երբեք մատս ինչին կպել է,
ամեն ինչ հաջողել է, կարող են դնել միկրոսկոպով ամեն ինչ նայել, ես այնքան վստահ եմ ասում, ես մի քայլ որ անում եմ, 1000 անգամ հաշվարկում եմ, եւ վստահաբար ասում եմ, չի եղել պետական համակարգում որևէ գործ, որևէ առաջադրանք, որևէ պետական հիմնարկ, որի ես ղեկավարեմ ու ես ձախողում ունենամ, միշտ հաջողություն եմ ունեցել, որովհետեւ գիտեմ ինչպես դա անել, գիտեմ ինչ է պետք կոնկրետ իրավիճակում, հասկանում եմ նաև մարդը ինչի կարիք ունի եւ ղեկավարվում եմ իմ արժեքներով նաև։ Հետո գիտեք ինչն է կարևոր, այս իշխանությունները, որոնք հոգով հանձնված իշխանություններ են, չէ՞, ինչ են անում։ Պատասխան տալու ձև չգիտեն, պատասխան տալը չգիտեն։ Ամեն ինչը գցում են մարդկանց վրա, հնարավոր չի։ Այս եթե անենք պատերազմ կլինի, ես ուզում եմ ասել մեր քաղաքացիներին այդպես չի ժողովուրդ ջան, պատասխան տալու ձևերն էլ կա, պատասխան տալու տեղերն էլ կա, պատասխան տվողն էլ կա։ Ուղղակի ամենակարևորն է գիտեք որն է, որ դու հասկանաս թե ո՞նց ես այդ պատասխանը տալի։ Այդ սկսած են փոքր ժամանակներից միջև հիմա չէ, մենք բոլորս ասենք որ մեր բակերում ապրել ենք, խաղացել ենք, կարող է դու գնաս այս վիճակում հայտնվես ճիշտ լինես, տան ասենք, չգիտեմ, ծեծ ու ջարդ լինի կամ պարտվես մի անգամից, տակից չկարողանաս դուրս գաս։ Եվ հակառակը, եթե պատասխան տալու ձևը գիտես, ճիշտ եղանակը գիտես, այդ իրավիճակից հաղթողել դուրս կգաս։ Այդ իրավիճակը քո լրիվ քո օգտին կպտտես նաև։ Եվ նաև ամենակարևորը, ես երբեք որևէ մեկի չեմ հարմարվել։ Երբեք իմ սկզբունքները, իմ արժեքները եղել են առաջնահերթ։ Եղել է հակասող իմ արժեքներին որևէ լուծում։ Ես երբեք չեմ գնացել, չեմ հարմարվել, չեմ հրաժարվել դրանցից, մինչև հիմա էլ այտենց եմ։ Մինչև վերջը լինելու եմ։ Ու ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպանը, իսկ ես հիմա Հայաստանի իրավունքների պաշտպանն եմ։ Եվ ես լինելու եմ Հայաստանի իրավունքների պաշտպանը մինչև վերջ։ Որ իրավիճակում է որ լինի։ Եվ ամենակարևորը չունենք մենք ոչ մի հովանավորներ, մեր ժողովուրդը մեր հովանավորն է, մեր երկիրն է ու մենք մեզանով պետք է ամեն ինչ անենք եւ պետքա վերջ դնենք այն հարցին, ում շահերի համար ենք մեր ընտրություն կատարում։ Մենք ոչ մեկի շահերի համար ընտրություն չենք կատարում։ Այս ընտրությունը պետք է անի Երևանը, Գյումրին, Վանաձորը, Կապանը, մենք մեր գյուղերով, քաղաքներով, մեր քաղաքացիներով մենք պետք է այս ընտրությունները անենք, որտեղ սա մեր ընտրություններն են։ Տեսեք ինչքան միջազգային կառույցների հղումներ են անում, միջազգային կառույցները չեն, այն որ ինձ մեր գործընկերներից մեկը ասում է միջազգային կառույցները չեն աշխատում։ Հա, միջազգային կառույցները չեն աշխատում, որովհետև նախ այդ միջազգային կառույցները իրանց շահերը ունեն ամեն մեկը։ Երկրորդը տեսնում ենք, որ արձագանք չկա ժողովուրդ ջան ոչ մի տեղից։ Մեր վրա է հույսը։ Մենք պետք է անենք այս ամենը։ Մենք պետք է որոշենք, մենք ուզում ենք ապրել այնպիսի երկրում, որտեղ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի վրայով անցնի, որ մենակ իր արժեքները, այս քաղաքական շահերը կարողանա ինչատե պաշտպանի։ Պաշտոնների վրա մնա։ Լինում է այդպես։ Չի լինում, դրա համար մենք պետք է ինքներս որոշենք, որոշումները կայացնենք, մենք ինչ երկիր ենք ուզում եւ ամեն ինչը մեր ձեռքերում է։ Սա ու նորից ուզում եմ վերջում կրկնել։ Ինձ համար Հայաստանի նկատմամբ սերը ավելի կարևոր է, քան Ռուսաստանի, Ադրբեջանի, Ամերիկայի, Եվրոպայի կամ ինչ որ մի պետության ինչ շահել ուզում է լինի։ Հերիք է մենք սիրահարվենք ուրիշ պետությունների վրա։ Մենք ունենք մեր երկիրը եւ պետք է ղեկավարվենք մեր շահերով։ Շնորհակալություն։